Ես Սևակի հարցը պիտի շարունակեմ եւ երևի նաեւ ամփոփման ինչ որ տանեմ։ Սևակը երբ ասաց, որ ինչ է մնալու երկրից մինչև 2026 թվականին ընտրություններ գուցե ոչ մի բան չմնա։ Ինչ նկատի ուներ նաեւ ըստ էության, որ հիմա մեր լրատվական թողարկման գովազդը չեմ անում, կարիք չունի կարծում եմ, բայց մեր լրագրողներից շատերը իրենց vox pop-երի ընթացքում արձանագրում են, որ մարդկանց մոտ հուսահատությունը հասել է այն աստիճանի, որ շատերը մտածում են, որ ինչքան էլ ընդդիմությունը խոսի, ինչքան էլ ակտիվ լինի, ինչ էր անի, այդ թվում իհարկե նաև դուք որպես խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության քաղաքական թիմի ղեկավար, ոչ ոք իրականում չի ցանկանում ստանձնել իրական պատասխանատվություն եւ երկրի վերցնել իր ձեռքը։ Չնայած դուք քաղաքական գործընթացների մեջ մնալով ըստ ձեզ տալիս եք սպառիչ պատասխան այս հարցին, որ եթե ես կամ ուրեմն ես ուզում եմ վերցնել, բայց պետք է խնդրեմ, որ մի հատ այոյով ու ոչով սպառիչ պատասխան տաք, դուք պատրաստ եք վերցնել, թե չէ, եւ եթե պատրաստ եք, ապա ենթադրենք 26-ի ընտրություններով երկրի ղեկը անցնում է ձեր ձեռքը։ Ինչպես եք պատկերացնում ոլորտային, հա, կուզեմ, որ ոլորտներով անցնեք լուծումները այն անլուծելի թվացող հարցերի, սկսած խաղաղության բանակցություններ, անվտանգային մարտահրավերներ, սահմանազատում, ինչ ելքեր եք տեսնում Արցախի հարցում, ինչպես եք պատկերացնում նոր արտադրություն, Չէ, ուզում եմ բանալի լուծումներ ունեք ամեն ոլորտին գոնե, թե չէ, թե գուցե օրինակ Արցախի հարցը էլ չեք տեսնում ոչ մի լուծում։ Դուք ձեր շփման մատերեսի, եթե մեկի հետ ինչ որ մի հարցի շուրջ խոսում եք կամ ինչ որ մեկի հետ ուզում եք գործ բռնել։ Առաջի հերթին sense նայում եք, ասում եք, իսկ այս մարդը այդ շնորհք ունի թե չէ, ի վիճակի է անել թե չէ, երևի այդպես է, չէ։ Ես կարծում, sense ենք փորձել։ Հիմա անցնենք իմ անցյալը, իմ ասած կոպիտ ասած այդ background կոչեցյալ։ Ես Ղարաբաղում առաջի դեմք եմ դարել, երբ Ղարաբաղի 50%-ը փորձված էր, ավելի քան 50%։ Հույս չկար մարդկանց մոտ։ Ես ստանձնել եմ պատասխանատվությունը, պետական պաշտպանության կոմիտե է ստեղծվել, ղեկավարն եմ եղել եւ իմ առաջարկով այդ վիճակից հանել եմ եւ հաղթանակով ավարտել։ Եթե ասեմ, որ այս ամբողջը sense ըստ քայլերի ունեի, թե ինչ պիտի անեմ, չէ։ Ասենց բազային մի քանի քայլ կար, որ գիտեի, որ պետք է ամբողջ ժողովրդի մոբիլիզացնես, պետք է հստակ խնդիրը դնես, պետք է արդյունավետ կառավարես, պետք է մարդիկ պատասխանատուն լինեն ամեն իրենց քայլի համար։ Արել ենք, հաջողվել ենք։ Ավելի կազմակերպված ենք եղել, քան Ադրբեջանը եւ հաջողվել ենք։ Երբ որ եկել եմ Հայաստան, ոնց հրավիրել է Տեր-Պետրոսյան 97 թվականին։ Դուք երևի չեք հիշում, տարիքի առումով վիճակը խայտառակ էր։ 9-10 ամսվա աշխատավարձի թոշակների պարտք էր։ Թոշակների նույնիսկ մի տարի էր։ Հիմա մի քանի ամսում ոչ միայն պարտքերը փակեցի։ Դրանից հետո 10 տարի ես եղել եմ նախագահ, վարչապետ ժամանակ արդեն այդ հարցը լուծեցի։ Մեկ օրով ֆինանսավորում չի ուշացել։ Ոչ աշխատավարձ, ոչ թոշակի, ոչ մի բան։ Այդ կարգապահությունը եղել է։ Հիմա իմ կոպիտ ասած անցյալը հուշում է, որ ես ի վիճակի եմ ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ կառավարել, ինչ որ հաջողության հասնել։ Հիմա եթե մի ուրիշ մարդ կա, ով նման բան ունի, նման կենսագրություն ունի, ես գնամ այդ մարդու համար, ես ինքս կվերկեմ։ Ես ուրախ կլինեմ իմ ազատ կյանքով ապրելու։ Հիմա ես ասում եմ, ես այն մարդն եմ, որ կարող եմ այս հարցերը լուծել։ Չեք ուզում հարցերը լուծվի, գնացեք, ուզում եք քվարկեք, ուզում եք հարցերը լուծվի, քվարկեք։ Սենց ալի։ Ու ես ինքնաբան մարդ եմ։ Սա այն դեպքը չի, որ ինձ դա պետք է ինչ-որ բանի համար։ Ոչինչ բանի համար։ Ինձ համար սա այսօր հակառակը ծանր բեռ է լինելու։ Հիմա գիտեմ ոնց պետք է անել թե ոչ։ Ընդհանուր այո, որ ասեմ ամեն մի կետերով, ծրագրերով, իհարկե չէ։ Վրա համար թիմ պիտի հավաքես, որոնք մասնագիտորեն բացի էս մսոտ ճաշեպելը, նաև ամեն մեկը իր մասնագիտությունն է, մասնագիտությանն է տիրապետում եւ այդ թիմը պետք է վստահես։ Հիմա լավ, ես
Միգուցե ավարտեմ այսպեսի մի բանով, մի միտք ասեմ, ես չեմ այդ մտքի եղանակը, վերջում կասեմ, ո է այդ մտքի եղանակը։ Ընդհանրապես կա այսպեսի մոտեցում, որ երբ տգետը դառնում է առաջի դեմք, թագավոր ալնում, թե ինչ ալնում, որպես կանոն ինքը իր թիմակիցներին, իր պատասխանատու անձանց հավաքում այնպիսի մարդկանց, որոնք իրենից ավելի տգետ են, որ իրենց ֆոնի վրա ինքը ինձ ավելի բաներ է արել, ինքը հանճարի գոնե հանճարի մոտ ինչ որ բան տպավորություն թողի։ Նրանք ամեն մեկը, քանի որ այդ տեսակի մարդիկ են ընտրում են եւս այդ կարգի մարդիկ իրենց ներքևում եւ ամբողջ պետական բուրգը դեգրադացվում է։ Դեգրադացիայի ընթարկում։ Մենք ունենք այս պատկերը։ Հիմա այն ինչ նկարագրում են, նկարագրվել է Մակիավելիի կողմից 15-րդ դարում։ Ուղղակի մարդիկ թողեցնեն այդ պրինց իր աշխատանքը կարդա։ Սա հայտնի բան է։ Եվ դրանից հետո բազմաթիվ անգամ տարբեր ձևով հաստատվում էր սա։ Մենք մեր ամենից մեծ խնդրեմը Հայաստանում կառավարման խնդրեմ է։ Այդ պատասխան այդ հիմնական հարցը։ Կառավարման խնդրեմ է, մարդիկ չգիտեն, sense փորձ ունեն։ Այդ բան կարը էլեկտրիկը բանից չի հասկանում, փորձ ունա, էլի, որտեղ հոսանք խփում է, ասում օքեյ, շեստե վտանգավոր, ռուսերեն ասում են մեթոդն ֆտիկա, բան աստուգում էլի։ Հիմա այս վիճակում ենք մենք։ Բայց սա բերում է նրան, որ մեր ամբողջ ժողովուրդը բան անում, այս փորձերի համար sense կրոնիկ է դառել։ Դեր փորձից երկու ֆորս մաժոր ներկայացրեցիք։ Եթե հաջողվենք, ուրեմն կարամ երրորդ ֆորս մաժորը հանեմ։ Իսկ ինչ մասշտաբի ֆորս մաժոր է այս մեկը համեմատած նախորդ երկուսների հետ։ Ավելի ծանր, բայց նաև իմ փորձն ավելի շատ։ Հակակշռում է։ Ֆորս մաժորների հաշտարման փորձն ավելի շատ։ Հիմա էս է վիճակը։